Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Խոսենք օրերս կայացրած ձեր առաջարկից, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դուք հնչեցրեցիք, առաջարկում եք, որպեսզի ազգային ընդդիմադիր ուժերը համախմբվեն եւ ընդհանուր դաշինքով, ընդհանուր ճակատով հանդես գաք։ Այս առաջարկին հաջորդել է պատասխաններ, որ փուլում եք։ Նախ կարծում եմ, որ դա ավելի շատ ուղերձ էր, քան թե կոնկրետ առաջարկ ինչ-որ մի կոնկրետ ուժի։ Մենք խնդիր ընդարձակ ենք այստեղ տեսնում, մենք տեսնում ենք, թե իշխանությունը ինչ մոդելով է փորձում գնալ ընտրություններին, եւ այդ մոդելը փորձարկված վերջերս Մոլդովայում, որտեղ գործող իշխանությունը ըստ էության իրականացրեց մի քանի քայլ, որոնք փոխեցին ընտրությունների ամբողջ ելքը։ Եվ ինչ-որ իմաստով իմ կարծիքով արդյունքում չեն արտացոլում նաև բնակչության կարծիքը, որովհետև գործող իշխանությունը խորհրդանական ընտրություններին այնտեղ ստացավ, եթե գիտեք, 50.2% ձայն, որը ապահովել էր հիմնականում Մոլդովայից դուրս ապրող ընտրողների ձայներով, այդ մեկ, այսինքն հիմնականում Եվրոպայում ապրող Մոլդովայի քաղաքացիների ձայներով, ներսում ինքը փոքրամասնություն էր ստացել ձայների։ Եվ երկրորդը, ընտրությունից առաջ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր պարզապես արգելվել են, նրանց գործունեությունները կասեցվել եւ այլն, դրանով թույլատնելով ընդդիմությունը։ Բայց ամեն դեպքում նույնիսկ ձայները այդքան էլ մեծ տարբերությամբ չէին։ Բայց եթե այդ ամեն ինչ չարվեր, ընդդիմությունը կհաղթեր ընտրությունը։ Ընտրությունները կհաղթեր, եթե այդ ամեն ինչ չարվեր։ Հիմա մենք ըստ էության կասկած չունենք, որ Փաշինյանը գիտակցել է, որ իր վարկանիշը շատ ցածր է եւ իր հուսահատած քայլերը տարբեր տեսակ եւ մարդկանց աչքին թոզ փչելը խաղաղության մասին, իրական գոյություն չունեցող խաղաղության մասին, առանձնապես չեն ազդում ոնց որ հանրային կարծիքի եւ հանրային նկատմամբ վրա, նա փորձել է գնալ հնարավոր բոլոր տեսակ գործողություններին, ապօրինի նաեւ, որոնք կարող են ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Հիմա վերցնենք դրանցից մի քանիսը, հա։ Նախ մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր ազգային դաշտում առավել այտենց դինամիկ ուժերից մեկը Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումն է։ Նրա ղեկավարը հիմա գտնվում է ազատազրկված է, գտնվում է Կալանավայրում, ըստ էության առանց որևէ հիմնավոր մեղադրանքի։ Զուտ քաղաքական դրդապատճառներով ազատազրկում է, մեկ։ Երկրորդը, երկու սրբազաններ իրանց նկատմամբ քրեական գործ է հարուցված, նաև Բագրատ Սրբազանի դեպքում իր աջակիցների նկատմամբ, երկուսն էլ դատավարություններ են, այսօր օրինակ գիտեք, որ Միքայել Սրբազանի պատժամկետի չափը այսօր այո, պատժը պետք է հայտարարվի, ես էլ նախատեսում եմ ձեր հետ հաղորդումից հետո գնամ այնտեղ, եւ մեր համար ակնհայտ է, որ սրանք իրեն շինծու գործեր։ Շինծու գործեր են, սրանց տակ որևէ իրական հանցագործություն չկա, մոնտաժված ինչ-որ ձայնագրություններ, ըստ էության նենգափոխված իմաստներով, գործը սկսվում է միանգամից իշխանության գործող վարչախմբի բաները, բոլոր այդ խոսացող գլուխները միանգամից սկսում են այդ խուճապ տարածել, բացահայտվել է տերորիստական մեծ հեղաշրջում եւ այլն, հետո ասում են կներեք էլի տերորիստների զենք ուրա, բաները ուր են իրանց, ասենք, ենթադրենք զինամթերք ուրա, ցանց ուրա, պահեստներ ուր են, ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա, ուղղակի մարդիկ պայտակ sense փորձում են տպավորություն ստեղծեն, որ Հայաստանի դեմ մեծ դավադրություն էր պատրաստվում, երբ որ ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանը վաղուց անդադ խոսում է իշխանափոխության մասին եւ ընդհանրապես այդ խոսակցությունը ինչ-որ մի հատ ինտերպրետացիայի մասին է խոսքը գնում։ Էլ չասած, որ Միքայել Սրբազանի դեպքում ընդհանրապես ինչ տեղի է ունեցել, բան, տեսախցիկների առաջ, այսինքն մարդիկ տեսախցիկների առաջ կներեք էլի հեղաշրջում չեն անում, ուղղակի ծիծաղել է։ Նոր ձերբակալություններ են նախապատրաստվում, հա, ասենք Վարդան Ղուկասյանի մասին։ Այո, օրինակ Գյումրիի քաղաքապետ կամ համայնքապետ, բայց իրական Գյումրիի դեպքում դրանց քաղաքապետ է, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ sense բավական ընդգծված գործող վարչապետը փորձում է ոնց որ բան տանի, կամպանիա տանի։ Մեր աչքների առաջ զոհվեց Փարաքարի ընտրած համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, իդեպ ասեմ, իր սպանությունից հետո մի քանի օր իշխանության բոլոր խոսացող գլուխները համատարած մեկ էլ մի հատ կամպանիա են սկսել, որ
թասիբով տղա է աղբոր վրեժնա լուծել հալալ է իրան։ Իրականն ասենք բացառիկ դեպք ունենք, երբ որ մարդիկ սպանություն են արդարացնում, միայն նրա համար, որ սլաք իրանցից հեռու տանեն։ Սլաք իրանցից հեռու տանեն։ Շատ լավ հասկանալը, որ այդպիսի գործողություններ հենց այնպես տեղը չեն լինում, Վալոդիա Գրիգորյանը կնե ինքը չի ինչ-որ մեկի սպանողը, որ իրանից վրեժ լուծեն։ Ինքը ընդհանրապես այդ գործով չի անցնում, ընդհանրապես այդ գործով չի անցնում։ Վրեժ լուծողը ինչա, վրեժ լուծողը ինչա, վրեժ լուծողը ինչա լուծում են մարդուց, որը իր եղբոր սպանությանը անմիջական առնչություն չունի, գուցե միջնորդավորված, բայց անմիջական առնչություն չունի։ Մեր համար առնվազն ակնհայտ է, որ այստեղ հաստատ հովանավորներ եւ ուղղորդողներ կան այս գործողության, բայց դա կպարզվի թե չէ իշխանությունները կետել է մեծ հարց։ Կարող իրական ծածկը դմփոց անեն եւ քննությունը տանեն այն ուղղությամբ, որ այդ հետքերը բանան։ Ամեն դեպքում Քնչակապովի նախագահը մի քանի անգամ շեշտում է, որ քաղաքական չի եղել, ավտոյի հետ կապված ինչ որ վեճ եղել։ Հարց ենք տալի, որտեղից գիտես։ Որտեղից գիտես։ Կարող է նախաքննությունը ավարտված չի։ Եկեք հիշենք, նախաքննությունը ավարտված չի, առավելևս չի ավարտված դատաքննությունը։ Եվ նախաքննության ընթացքում, եւ դատաքննության ընթացքում բազմաթիվ հավելյալ փաստեր կարող են ի հայտ գալ, որոնք կարող են ցույց տալ, որ սա ունեցել է որոշակի ուղղորդում, այդ ուղղորդումն էլ ունեցել է որոշակի քաղաքական դրդապատճառ։ Կարող է, ես չեմ պնդում, հատուկի տարբերություն իրանց, որ պնդում են ինչ-որ վարկածը, ես չեմ պնդում, բայց ես ասում եմ, եթե դուք նախաքննությունը չեք ավարտել եւ առավելևս դատաքննությունը տեղի չի ունեցել, չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, դուք ոնց եք դատարանի ֆունկցիան ստանձնում ձեր վրա, ասում եք սենց ա եղել, ինչ գիտեք տենց ա եղել։ Ամեն ինչ գիտեք։ Հանցագործությունը հայտնաբերված է, չէ, կարող է տեսեք, չէ եւ այլն։ Կարող է անմիջական իրականացնողը հանցագործության իսկապես հայտնաբերվել է, կարող է արդեն ինքնախոստովանական ցուցմունք ա տվել հանցագործության միջոց հայտնաբերված է, բայց արդյոք դրանից հետևում է, որ հանցագործի հետևը չկային որոշակի դրդող ուժեր, ուղղորդող մարդիկ, հովանավորներ, արդյոք հետևում է, երկի չի հետևում, բացարձակ չի հետևում։ Նորից եմ ասում, այդ փաստերը առայժմ գտնվում են մթության մեջ եւ կարող են ժամանակի ընթացքում պարզվել, հա, օրինակ ձեզ բերեմ, հա, 99 թվականի հոկտեմբերի 27-ի հայտնի ազգային ժողովում գնդակահարությունը, հա, մինչեւ հիմա մարդիկ մտածում են նրա մասին, որ ինչ որ մեկը նայերի հունանային ուղղորդել է, չէ, մինչեւ հիմա 26 տարի անցել։ Հիմա ոնց կարելի է պնդել, որ այս կոնկրետ դեպքում ոչ մեկ չի ուղղորդել հանցագործին, ոնց կարելի է պնդել։ Առավելևս որ մենակ չի եղել, երկուսով են եղել, արդեն դա ցույց է տալիս, որ գործել է կազմակերպված խումբ, եւ մինչեւ չես կարող ասել, թե այդ կազմակերպված խմբի էլ ինչ անդամներ են եղել եւ ինչ ֆունկցիա են կատարել, չէ՞։ Դա պետք է նախաքննությունը ավարտվի, դատական գործընթացը ավարտվի, որ դու կարողանաս ինչ որ վստահությամբ դրա մասին խոսես։ Եվ այն, որ իրանք ամեն ինչից առաջ ընկած հիմա փորձում են հանրային կարծիք ձևավորել, ցույց է տալիս, որ ամենին հավանականությամբ ինչ որ թաքցնելու բան ունեն եւ փորձում են թաքցնել։ Հասկանալի է։ Հիմա այդ ամեն ինչ որ ամփոփենք, այդ ամեն ինչ որ ամփոփենք, իդեպ դրան գումարում նաև են, որ Փաշինյանը վերջերս սկսեց խոսալ նրա մասին, որ պետքա մարդկուսակցությունները արգելել եւ այլն, մարդկուսակցությունները վաղուց թափանցիկ պետք է լինեն, ասում են։ Չէ, ես ես ասեմ, իհարկե պետքա թափանցիկ լինեն, իհարկե պետքա թափանցիկ լինեն, անկասկած, ես ինքս եմ դեմ նրան, որ մեր իրականության մեջ կան մարդկուսակցություններ, բայց շուտ կասկածելի է, որ այդ խոսակցությունը սկսում է հենց ընտրություններից անմիջապես առաջ։ Դա վաղուց էր պետք անել։ Իսկ ասած հնարավոր ընտրություններին չմասնակցեն։ Իսկ այդ հարցն է բարձրացած։ Այսինքն մեր բանը վարկածը հետեւյալն է, որ Փաշինյանը հեշտորեն իշխանություն չի հանձնելու, նա գնալու է բոլոր հնարավոր միջոցներին, որպեսզի եթե նույնիսկ ինքը չկարողանա լիարժեք վերարտադրվի, ապա առնվազն իր արբանյակների միջոցով կարողանա ազգային ժողովում մեծամասնություն ձևավորել, ինչպես են կարգավորեցին Երևանում օրինակ, հա։ Երևանը չեն հաղթել, չեն դրությունները, ԿՊ-ն ընդամենը 32% ձայն է ստացել։ Բայց կարողացան իրենց արբանյակների, տարբեր տեսակ զարտուղի մեխանիզմների, խարդավանքների միջոցով պատգամավորներ ավականու անդամներ, այսպես ասած, իրենց կողմը քաշելու միջոցով իշխանությունը պահեն Երևանում։ Հիմա նույնը ստեղ են փորձելու, ես դրանում կասկած չունեմ, որից հետևում է մի հատ շատ կարևոր եւ պարզ հետևություն։ Հնարավոր չի վերաբերվել այս ընտրություններին որպես դասական եվրոպական իմաստով ժողովրդավարական ընտրություններ։ Մեր երկրի պատմության մեջ ընդհանրապես համարյա երբեք այդպես չի եղել։ Համարյա եմ ասում, որտեղ որոշ բացառություններ այնուամենայնիվ կան ժողովրդավարական ընտրությունների։ Առաջին հերթին իմ կարծիքով դա 1991 թվականի օրինակ նախագահական ընտրություններն էր, որոնք շատ ժողովրդավարական են եղել եւ որոնց արդյունքը ոչ մեկի մոտ կասկած չի առաջացրել, հա։ Մի քիչ ավելի քիչ չափով 1990 թվականի խորհրդանական ընտրությունները, բայց դա բավական այտենց մեր անկախ պետության սկզբնավորման փուլում ա եղել, երբ որ ինչ-որ իմաստով ավելի արդար խաղի կանոններ էին։ Հետո այդ խաղի կանոնները սկսեցին փոխվել եւ դառնալ շատ ավելի անարդար,
շատ ավելի անարդար, հա։ Եվ հիմա շարունակում են մնալ անարդար։ Ուստի իմ կարծիքով այդ պայմաններում պետք է գիտակցել եւ ազգային ուժերը պետք է գիտակցեն, որ հնարավոր չի մասնակցել ընտրություններին առանձին բազմաթիվ տարբեր ուժերով եւ կարողանալ հասնել իշխանափոխության։ Դա իրատեսական չի։ Ավելին ձեզ ասեմ, մենք այս վերջերս մի հատ փորձեցինք։ Հնարավոր չէ առանձին մասնակցել եւ ընտրություններից հետո համախմբում։ Տեսեք, հիմնական խնդիրը որն է։ Եթե մեր ընտրական օրենսդրության մեջ օրինակ անցողիկ շեմը լիներ 1%, ապա հնարավոր կլիներ ձեր ասած տարբերակով։ Խնդիրը նրանում է, որ օրինակ 2021 թվականի ընտրություններին մենք ունեցել ենք ընտրությունների ռեկորդային թվով մասնակիցներ, 2000 մոտ 25 կամ 26 կուսակցություն մասնակցել, եւ դուք գիտեք քանի կուսակցություն է, որ չի անցել շեմը։ Անցել է ընդամենը 3 դաշինք, մի կուսակցություն քաղաքացիական պայմանագիրը եւ 2 դաշինք Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները, որում պատիվ ունեմ դաշինքը նույնիսկ չի անցել շեմը 7%-անոց դաշինքների համար նախատեսված։ Եվ օրենքի ուժով հայտնվել ազգային ժողովում, քանի որ օրենքի ուժով պարտադիր էր, որպեսզի առնվազն 3 ուժ լինեն։ Նա հավաքել է մոտավորապես 5.5%, 7%-անոց շեմը չի հաղթարել։ Մնացած են 20 քանի ուժերը, 22 կամ 23 ուժերը։ Ոչ միայն դուրս են մնացել, տեսեք, մոտավորապես 20% ընտրողների ձայների իրականում այդ միջոցով փոշիացվել է եւ այդ 20%-ից 13-ը գնացել է Փաշինյանին։ Հասկանում եք արդյունքը։ Արդյունքում Փաշինյանը ստացել է 53.9% ձայն, բայց ազգային ժողովում ունեցել է 66% տեղ։ Հա, փաստորեն համարյա սահմանադրական մեծամասնություն, որը իրան հնարավորություն է տվել ինչ ուզենա անի, այսինքն ըստ էության փոխի սահմանադրական դատարանի կազմը, բարձրագույն դատական խորհրդի կազմը, վճռաբեկ դատարանի կազմը, ինչ ուզեցել է, ինչ դատախազա նշանակել եւ այլն եւ այլն։ Համատարած բացարձակ հնարավորություն է տվել իրան իրավապահ համակարգը վերահսկելու։ Հիմա, եթե մենք կրկնենք նույն մոդելով գնանք ընտրություններին, հա, մենք կստանանք մեծ հավանականությամբ նույն արդյունքը, որտեղ մենք ապականորոշենք ընտրողին։ Ընտրողը կգա ու կնայի, կասի, ես պայմանական եմ ասում, ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ կամ որևին թիրախավորելու, բայց պայմանականորեն կնայի եւ կասի, ես հիմա չգիտեմ, ես Չալաբյանին ընտրեմ, թե Պողոսյանին ընտրեմ։ Հատուկին վրա եմ ասում, որովհետեւ ենթադրենք երկուսն էլ իմ դուրը գալիս են։ Բայց ես չգիտեմ իրանց մեջ ոնց ընտրություն կատարեմ, արդյունքում մեկը կընտրի Չալաբյանին, մեկը կընտրի Պողոսյանին, եւ այդ ձայները կփոշյանա։ Իսկ պատկերացրեք, որ բացի Չալաբյանը ու Պողոսյանը, այնտեղ կա նաեւ Պետրոսյանը, Մարտիրոսյանը եւ ենթադրենք Վարոսյանը։ Այդ դեպքում ձայները 5 տեղ կբաշխվի։ Եվ ամեն մեկը չի անցնի ընտրական շեմը, որը տվյալ դեպքում 4% է լինելու այս տարի, իսկ դաշինքների համար 6%, եւ կստացվի, որ մենք նորից մեր ձայները բերեցինք, դրեցինք Փաշինյանի ոտի տակ, հասկանում եք։ Դա ամենաանհեթեթ արդյունքը կարող է լինի, այսինքն մի անգամ մարդիկ, խելոք մարդիկ իրանց, ասենք, սխալներից պետք է դաս առնեն։ Մենք տեսել ենք արդեն այդ սխալը, երբ որ բազմաթիվ ուժեր գնացել մասնակցել են այն տրամաբանությամբ, որ այ մենք սրանով ենք լավը, մենք նրանով ենք լավը, մենք էս կանենք, այն կանենք, ու պարզվել է, որ դրանցից ոչ մեկը ոչ թե 4%-անոց շեմը չի հաղթել, 2%-անոց շեմ չի հաղթարել։ Մեծ մասը դրանց 1% եւ պակաս է ստացել։ Հիմա նույնը չի կարելի կրկնել։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, որ մեկ տեխնացուով հանդես գա։ Չէ, մենք չենք առաջարկում։ Չէ, դա բնավ մենք չենք առաջարկում, տեսեք։ Մենք առաջարկում ենք հետեւյալը։ Ազգային դաշտում կան մի շարք ուժեր, որոնք բավական մոտ են իրար նախ իրանց գաղափարախոսությամբ, հա, հայակենտրոն գաղափարախոսություն են դավանում։ Երկրորդը, իրանք ներքուստ բավական ժողովրդավարական կառուցվածք ունեն։ Ասենք օրինակ, տեսեք Հայկվեի օրինակ ես բերեմ, բայց կարող եմ ուրիշների դեպքում ասեմ։ Հայկվեն բացարձակ ժողովրդավարական կառույց է։ Ինքը ամեն տարի վարչություն է ընտրում, ամեն տարի, տարին մեկ վարչություն է ընտրում։ Վարչության կազմը պարբերաբար թարմացվում է։ Ունի մեծ խորհուրդ, այսպես 40-ից ավել անդամներ կա Հայկվեի խորհրդում։ Ունի տարածքային կառույցներ, որոնք ազդում են դրա ձևավորման վրա եւ այլն, հա։ Այսինքն ինքը որպես այդպեսին բնավ այն Փաշինյանի ասած մեկ դերասանի թատրոնը չի։ Ինքը ժողովրդավարական կառույց է, իր որոշումները ընդունվում են ներքին ժողովրդավարական մեխանիզմներով, չի ասի, որ բոլորի համար թափանցիկ են, բայց պետք էլ չի, որ թափանցիկ լինեն։ Բայց ժողովրդավարական մեխանիզմներով մենք հանրային կառավարության ցանկացած խնդրով պրակտիկորեն հանդես են գալի մեր պաշտոնական հայտարարություններով, բացեբաց խոսալով այդ խնդիրների մասին եւ ցույց տալով մեր դիրքորոշումը։ Այսինքն խնդիրը այն է, որ այդ կարգի կառույցները, որոնք հայկենտրոն են, ժողովրդավարական են, որևէ կոռուպցիոն հետագիծ չունեն, ոչ այս իշխանությունների մեջ են որևէ կերպ թաթախված եղել, ոչ նախորդ իշխանությունների մեջ, իրանք ունեն համագործակցության դաշտ։ Մեղմ ասած իրանց բաժանողը այսօր ավելի շատ սուբյեկտիվ գործոններ է, իսկ օբյեկտիվ գործոններն է, որ իրանք պետք է կարողանան այդ սուբյեկտիվ գործոնները հաղթահարեն,
միասնական ճակատով հանդես գալու, բայց խոսքը չի գնում ընդդիմության դաշտում գործող բոլոր կառույցների մասին։ Օրինակ բացահայտած ասեմ, խոսքը չի գնում այսօրվա խորհրդանական ընդդիմության մասին, ինչը որովհետև իրանք արդեն կայացած կառույցներ են եւ իրանք բնականաբար իրանք շատ երկար հետագիծ ունեն, շատ երկար հետագիծ։ Իրանք պետքա շարունակեն իրանք ուղով գնալ։ Ես նկատի չունեմ, որ մենք իրանք հետ պետքա միավորվենք։ Մենք պետքա միավորվենք այն նոր ուժերի հետ, որոնք այսօր նոր հայտ են ներկայացնում։ Մեր աչքի առաջ տարբեր կառույցներ սկսում են հայտ ներկայացնել։ Հեսա Հայկվեն էլ ընդհանրենք տեսանելի ապագայում իր քաղաքական հայտը կներկայացնի։ Եվ այդ ուժերը չպետք է հիմա կենտրոնանան իրենց տարբերությունների վրա։ Այդ ուժերը պետք է կենտրոնանան իրենց ընդհանրությունների վրա, կարողանան տարբերությունները հաղթանեն, որպեսզի գան ընտրողի առաջ ասեն Ժորժ ջան, մենք կարողացել ենք այդ տարբերությունները հաղթարենք, մենք հանդես ենք գալիս միասնական ճակատով, մենք ունենք մեծ եւ պրոֆեսիոնալ թիմ, գործի բաժանում, բավարար ռեսուրսներ, եթե մենք գանք իշխանության, մենք մեղմ ասած այդ իշխանությունը չենք ձախող, այդ ամենակարևոր բանն է։ Մարդիկ ուզում են հասկանան, եթե պայմանականորեն ասած իրանք ընտրեն այս ուժը, չեմ ասում ես անհատին, այս ուժը երկիրը կառավարելու կարողություն ունի, թե չէ։ Դու պետք է վստահաբար մարդկանց ցույց տաս, որ դու կարողություն ունես։ Առաջարկում քննադատելուց բացի։ Այո, ամենակարևորը շատ լավ է, որ դուք այդ ասացիք, որովհետև այդ ուժը պետք է գա, խոսա իր լուծումներից, ինքը ոչ միայն ասի, ասենք Փաշինյանը վատն է սրանով կամ նրանով, հա, դրա մասին արդեն քանի տարի լսում ենք, բայց ասի, եթե ես գամ իշխանության, ինչ կանեմ այդ դեպքում ես։ Այդ իմաստով էս վերջերս օրինակ մենք դրա օրինակներից մեկը ցույց տվեցինք։ Մենք ասենք, եթե մենք գանք իշխանության, 2 տարվա ընթացքում ծերության եւ հաշմանդամության կենսաթոշակները 50%-ով կբարձրացնենք եւ ահա թե ինչպես ոչ միայն խոստում տվեցինք նաեւ բացատրեցինք ժողովուրդը ինչպես ասում են խոստումներից կուշտ են չէ մենք խոստում չենք տալի մենք բացատրում ենք թե ինչպես եւ ինչ պատճառով այս ընթացքում կենսաթոշակները չեն բարձրացել որովհետեւ գործող իշխանությունը միջոցները ուղղել է այլ նպատակների մեր տեսանկյունից ոչ թե սխալ նպատակներ են բայց անհամաչափ է միջոցները գնացել երբ որ օրինակ պետական պաշտպանության ծառայության վրա միջոցները այս ընթացքում ավելացել են 3 անգամ, իսկ կենսաթոշակների վրա միջոցները ավելացել են ընդամենը 20%-ով։ Դա որևէ ձև հիմնավորված գաղափար չի։ Ինչե՞ այնտեղ 3 անգամ մարդկանց վարձատրությունը բարձրացրել, իսկ կենսաթոշակառուների կենսաթոշակները ընդամենը 20%-ով։ Ինչի համաչափ չի։ Ասենք այստեղ էլ լիներ 50%-ով, այնտեղ էլ լիներ 50%-ով, հասկանում եք։ Փաշինյանը դեպի մի բան ասում, մի անգամ դες մանիպուլյացիա է արել, որ ասել որ պետական ապարատում աշխատավարձները որ կտրուկ կրճատել կենսաթոշակները ընդամենը 1500 դրամով կբաց սուտ է դա բացայց սուտ է պարզ մաթեմատիկա իմացողը վերջում համադրում է ինքը տեսնում է որ կենսաթոշակային ապահովման վրա ծախսվում մոտավորապես 300 միլիարդ դրամ պետական ապարատի վրա 150 միլիարդ դրամ հա դա նշանակում է որ եթե դու պետական ապարատի վրա ծախսերը 20%-ով պակասացնես կենսաթոշակները 10%-ով կարող ես ավելացնել 10%-ով ոչ թե 1000 դրամով եթե կենսաթոշակները 40000 դրամ են ուրեմն առնվազն 4000 դրամով կարող ես ավելացնել Այսինքն մենք երբ որ խոսում ենք եւ իդեպ դա մի օրինակ է բազմաթիվ օրինակների մասին կարելի է խոսել, բայց կարծում եմ որ դա հարցազրույցի համատեքստում այդքան ճիշտ չի։ Դրա մասին մենք մանրամասն պարբերաբար կխոսենք։ Օրինակ կենսաթոշակների մասին մենք հատուկ ասուլիս տվեցինք։ Ոչ միայն ասուլիս տվեցինք, բոլոր թվերը հանգամանալից ներկայացրեցինք, ենթադրում եմ դուք արդյոք ունեցել տեսնելու, որպեսզի մարդկանց մոտ հարցեր չմնա։ Թեև իհարկե մնացել են մարդիկ, մեզ դիմում են, զանգում են, հետաքրքրում են, ուզում են հասկանան ինչքանով է մեր ասածը հիմնավորված։ Հիմա դուք ասում եք պետք է նոր ուժերը, որոնք ձևավորվում են, միասնական ճակատով հանդես գան, այդ նոր ուժերը կան այդքան նոր ուժեր, որոնք ինչպես դուք եք ասում, մեկ դերասանի թատրոնով, թատրոն չէ, այլ իսկապես ուժ են իրենց ներկայացնում եւ իրենք կարող են այսպես հետևորդներ ունենալ, ընտրողներ ունենան եւ համախմբեն։ Եվ առաջարկներ ստացել եք։ Տեսեք, մեր կարծիքով առնվազն մի քանի այդպիսի ուժ կա, որ դաշտում գործում է։ Ես բոլորը չթվեմ, բայց ասենք դրանցից երկուսը ասեմ որպես օրինակ, բայց ավելի լայն ասպեկտը, հա։ Եվ այդ երկուսը ակնհայտորեն մի դերասանի թատրոն չեն։ Մեկը մենք արդեն խոսացինք Վալոդիա Գրիգորյանի մասին, հիշում եք, որ Վալոդիա Գրիգորյանը ընտրվել էր ապրելու երկիր։ Իրականում ապրելու երկիր եւ հաղթանակ կուսակցությունների դաշինքով վերջի անգամ, հա, բայց ինքը լինելով ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ։ Այդ ուժերից մեկը օրինակ ապրելու երկիրն է, որը մի դերասանի թատրոն չի հաստատ, ունի եւս, ասենք, խորհուրդում կա մոտավորապես 20 անդամ, ինքը ներկայացված է բազմաթիվ տեղական ինքնակառավարման մարմիններում փարակարում ինքը նաև համայնքապետ ուներ, իդեպ նաև համայնքապետ ունի նոյեմբերյանում, որտեղ եւս ապրելու երկրի անդամա մի շարք այլ կառույցներում թեև համայնքապետը ապրելու երկրից չի, բայց իրանք ունեն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, ինչպես օրինակ Ալավերդում, Գյուլակարակում կամ Տաթևում եւ այլն։ Այսինքն, տեսեք, սա մեր ասած չափանիշներին բավարարող ուժ է։ Ինքը ինստիտուցիոնալ է որոշակիորեն, հա, ինքը ազգային դաշտում է, ինքը հայ կենտրոն է։
Մյուսը, որը դրա շանս ունի դառնալու, որտեղ դա նոր է սկսվում, հա, բայց դրա շանս ունի, դա օրինակ բանն է, մեր ձևով շարժումն է։ Որտեղ դա էլ մի դերասանի թատրոն չի։ Ակնհայտ է որ մի դերասան, որտեղ մեծ է, բավական մեծ քանակությամբ մարդիկ են դրա ներգրաված, մեծ ռեսուրսներ ունեն, հնարավորություն ավելանում է կարծես թե։ Դե համենայն դեպս իրանք այդպես են ասում, բայց իսկապես քանի որ սաղմը բավական մեծ է եւ մեծ ռեսուրսներ ունի, ինքը հնարավորություն ունի եւս այդպիսի ուժի վերածվելու։ Ես այդ երկու օրինակ ասեմ, բայց իրականում սպեկտրը ավելի լայն է։ Մենք երեք երբ որ քննարկում ենք այդ հարցը, մենք տեսնում ենք առնվազն 7-8 ուժ կա, որոնք տեսականորեն այդ սահմանմանը կարող են համապատասխանել այսօր։ Եվ հիմա եթե իրանք կան, ապա հարցը առաջանում, ինչի՞ է պետք որ իրանք տրողված լինեն եւ ամեն մեկը ընտրողին գնա իր դեմքով։ Որտեղ նույնիսկ եմ ասում, ամենամեծ ռիսկը դա որ ասենք, եթե մենք ունենք այսօր 20-30-ից 50% ընտրողների, որոնք պատրաստ են այդ ուժերին ընտրել։ Այդ ընտրող ուժերին եթե այդքան մեծ մենյու դնես իր դեմը, մարդը չի կարողանալու ընտրել այդ մենյուից։ Իսկ եթե դու այդ մենյուն նեղացնում ես, պայմանականորեն ասած, լավ թեկուզ եթե ոչ մեկ ուժ է, երկու ուժ է որպես այդպեսին, հա, մարդկանց համար այդ ընտրությունը ավելի հեշտ է դառնում։ Մենք պետք է մեր ընտրողի համար ընտրությունը ջուրացնենք։ Եվ ինչ որ իմաստով ոչ միայն ջուրացնենք, ավելի գրավիչ դարձնենք, որտեղ ուժը ինչքան ավելի մեծ է, այնքան նրա կարողությունն ավելի մեծ է, այնքան ավելի շատ նա բան ունի, մասնագիտական ռեսուրս ունի, ֆինանսական ռեսուրս ունի, կապերի ռեսուրս ունի եւ հարաբերությունների խնդիրներ է կարողանում լուծել եւ այլն։ Դա ակնհայտ է։ Հիմա այս առաջարկին ընդառաջ քայլեր արվել է թե ոչ։ Մենք հիմա ես ասեմ, մենք հիմա մի շարք կառույցների հետ խորհրդատվական քննարկումների մեջ ենք, ես դա դեռևս բանակցություն չի հավանի, բայց ամենայն հավանականությամբ դա կվերածվի բանակցությունների ինչ-որ բայց առնվազն մի շարք կառույցների հետ քննարկումների մեջ ենք եւ ես ինքս բավական լավատեսորեն եմ դրան նայում, առավել եւս գիտեք ինչի եմ լավատեսորեն նայում, որովհետեւ ես տեսնում եմ, որ դրա անհրաժեշտությունը, դրա գիտակցությունը աստիճանաբար սկսում է համատարած դառնալ։ Մարդիկ մոտավորապես սկսում են հասկանալ այն տրամաբանությունը, որի մասին ես խոսում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ մեր ձայները փոշիանան, որովհետեւ մենք չենք կարողանում անձնական հավակնությունները հաղթահարել։ Մեր ձայները փոշիանան, արդյունքում այդ ձայների զգալի մասը նորից գնա գործող իշխանություն։ Իսկ եք կարծում, որ վճռական պահ եթե լինի, պետք է ընդհանուր այդպես համախմբում տեղ ունենա անդիմադիր դաշտում։ Տեսեք, ես կարծում եմ, որ դա այդքան իրատեսական չի։ Նախընտրական փուլում առնվազն այդքան իրատեսական չի, որովհետև առնվազն ասեմ ձեզ, անդիմադիր դաշտում կառույցները շատ էապես իրարից տարբերվում են։ Ես ձեզ ասացի այն չափանիշները, որ մեր համար են կարևոր։ Ազգային, հայակենտրոն, ժողովրդավարական եւ մաքուր հետագծով 4 չափանիշ նշեցի։ Անդիմադիր դաշտում բոլորը չեն, որ այդ բոլոր չափանիշներին բավարարում են։ Բոլորը չեն, որ բավարարում են։ Եվ եթե իրանք չեն բավարարում կամ ընդհակառակը դրա ուղիղ հակառակն են, ասենք օրինակ ոչ թե ժողովրդավարական են, այլ ուղիղ անձնակենտրոն կառույց է։ Այդ մեկ դերասանի թատրոնն է, հա, դա խնդրահարույց կառույց է, նրա հետ այդքան էլ հեշտ չի միավորվել այդ դեպքում, հասկանում եք։ Բայց նույնիսկ նկատառում նաև խորհրդանական ուժերը, ընդդիմադիր ուժերը եւ նաև այն ուժը, որ դուք եք ուզում։ Հա, ես որևէ մեկին չեմ ուզում հիմա բան անեմ, տեղավորեմ ինչ-որ մի հատ տուփի մեջ, ասեմ, սա այն է։ Բայց նույնիսկ եմ ուզում ասեմ, որ մեր տեսանկյունից ընդդիմությունը համասեր չի, շատ տարբեր է, այնպես չի, որ ամբողջ ընդդիմությունն էլ ազգային է, ազգային դաշտում ընդդիմության մի զգալի մասը իրականում կեղծ ընդդիմություն է, որը գործում է նույն ապազգային դաշտում, բայց ասենք պարբերաբար ազգայնական լոզունգներ է գցում շրջանառության մեջ, հա, քողարկվելու համար։ Ու մենք հասկանում ենք ով է դա, ով չէ։ Դա որ մենք կարծում ենք, որ իրականում պետք է թողել, որպեսզի օրգանական process տեղի ունենա, բայց նաև ինչ-որ չափով վստահում ենք մեր ժողովրդի ինտուիցիային, իր իմաստությանը, ինքը տեսնելու է, ինքը կարողանալու է իրականում ցորենի սերմը որոմից տարբերի, կարողանալու է դա ջոգել։ Եվ մենք եթե կարողանանք այդ ցորենի առողջ սերմը ձևավորենք, դնենք մեր ժողովրդի դեմ, ինքը կարողանա այդ սերմը ընտրել։ Հիմա իշխանությունը ինչու է այդքան վստահ կամ ամեն դեպքում հայտարարություններում այդքան ինքնավստահ, որ 50-ից ավել ձայն է հավաքելու։ Իշխանությունը վստահ չի, նա ավելի շուտ է դա ինքնավստահություն է, կեղծիք է դա, նա փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, որովհետև նա փորձում է ուժ ցուցադրել այդ իր վստահության մարդկանց մոտ, օրինակ տեսեք ամենապարզ բանը։ Վստահություն առաջացել է, որ փողոցային պայքարները չի հաջողվել կամ փողոցում այս պահին մարդիկ չկան, եւ ասում են մարդիկ ընդդիմության հետ չեն, ուզում են որ մենք մնանք, իրական Հայաստանը ողջունում են եւ այլն եւ այլն։ Դա ակնհայտ է, դա այդպես բան չկա ու բոլոր սոցիոլոգիական հարցումները ուղիղ հակառակն են ցույց տալիս, որ իշխանությունը ցածր վարկանիշ ունի։ Հիմա բայց իշխանությունը ի՞նչ է փորձում անում։ Տեսեք, իր մոդելը հետեւյալն է։ Ինքը ունի ցածր վարկանիշ,
բայց իր ընտրողները կոնսոլիդացված են, կազմակերպված են։ Ինքը փորձում է այդ հայտարարությունների միջոցով մնացած մարդկանց մոտ որոշակի, ասենք, վախ առաջացնի, որպեսզի նրանք ուղղակի ընտրությունների չգան։ Պայմանականորեն ասած, տեսեք, եթե Մեր չընտրեք, պատերազմ Չէ, ուրիշ բան եմ ձեզ ասում։ Երբ որ դու ասում ես ինչ է լինի մենք հաղթելու ենք, շատ մարդիկ ուղղակի վախենում են ընտրությունների չեն գալի։ Նրանք ասում են դե ինչ է լինի, այս իշխանությունը հաղթելու է։ Մեզանից ոչ մի բան կախված չի։ Իմ մի ձայնը ոչ մի բան չի որոշում եւ այլն։ Եվ այդ դեպքում ստացվում է հետեւյալը, որ 100,000-ավոր մարդիկ ընտրությունների հետ կարևոր անկյունակարային օրը մնում են տունը, չեն գալի ընտրությունների եւ այդ դեպքում այո իշխանությունը ստացվում է որ նույնիսկ ոչ մեծ հանրային աջակցություն ունենալով հաղթեց։ Հիմա դրա པարզ օրինակը ձեզ բերեմ, հա։ 23 թվականին, երբ որ Երևանում ավականու ընտրությունները տեղի ունեցավ, գործող իշխանությունը ընդամենը հավաքել է Երևանի ընտրողների ձայների 9%-ը, ընդամենը 9%-ը։ Դա պարադոքս է, չէ՞ որ ընդամենը 9%-ով հավաքելով նա կարողացել է այնուամենայնիվ կարճել մնալ իշխանությունից քաղաքային։ Բայց եթե մասնակցությունը ավելի բարձր լիներ, ասենք 2 անգամ ավելի շատ ընտրող գար, ու ակնհայտ է, որ այդ 9%-ը հնարավորություն չէր տա։ Բայց տենց ստացվեց, որ մարդիկ ընկճախտի մեջ էին, անտարբեր էին, ընտրությունների չեկան, արդյունքում 9% ձայնով նա կարողացավ բան անել, պահել իշխանությունը։ Հիմա ամենակարևորը, որ մենք մեր խոսիթով մարդկանց մոտ ընդհակառակը հույս առաջացնենք, որ սիրելի մեր համաքաղաքացիներ, մեր հայրենակիցներ, ձեզանից յուրաքանչյուրի ձայնից ամեն ինչ կախված։ Հենց ձեր ձայնից է կախված։ Ոչ թե ամերիկացիներից է կախված, ռուսներից է կախված, թուրքերից, ադրբեջանցիներից, իրանացիներից, հենց ձեզանից է կախված։ Հենց դուք եք ընտրությունների ժամանակ ձեր այդ մեկ, բայց շատ կարևոր ձայնով որոշելու ընտրությունների ելքը։ Դա համար անպայման եկեք ընտրությունների։ Տեսեք, մենք ունեցել ենք վերջի շրջանում պատմության մեջ դեպքեր, երբ որ ընտրություններին 1,240,000 ընտրող մասնակցել, դեպքեր, երբ որ ընտրություններին մասնակցել են 1,560,000 ընտրող։ Տարբերությունը հսկայական է 300,000-ից ավել մարդ է։ Բայց շատ կարևոր է, որ այդ 300,000 մարդը տունը չնստի գիտակցաբար գա ընտրությունների։ Շատ կարևոր է, որ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, որոնք ապրում են արտերկրում, ընտրությունների օրը կամ դրանից առաջ գան Հայաստան ընտրություններին մասնակցեն, որովհետև սա իրանց երկիրն է, իրանք այս երկրի քաղաքացիներ են, կապ չունի իրանք ապրում են Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում կամ ենթադրենք բան Ֆրանսիայում։ Ձեր երկիրն է, դուք այս երկրի քաղաքացիներ եք, եկեք ընտրություններին մասնակցեք, ձեր դիրքորոշումը արտահայտեք ձեր ձայնով։ Հիմա իշխանությունը օրակարգ է բերել այս խաղաղության հարցը եւ նա ունի հստակ այդպես ներկայացնելու մենյու կամ պահանջ ժողովրդին, որ մենք խաղաղություն ենք բերում։ Ունի որ։ Դե փորձում է համոզել մարդկանց։ Ունի որ, եթե Ալիևը ասում է, որ այս խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, ինչ ունի։ Ասում է, ես չեմ ստորագրի։ Դե միգուցե ստորագրեն օրինակ միջև ընտրություններ եւ այդպես աջակցեն Լև Փաշինյանին։ Նախ հələ թող ստորագրի։ Նախ թող ստորագրեն, ասում որ չեմ ստորագրել, ասում դուք ձեզ համանդրությունը պետքա փոխեք, չէ՞։ Ինձ պետքա միջանցք տաք, ամենտեղ խոսում է որ իրան միջանցք են տվել։ Գրման նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից ասում են ինձ միջանցք են տվել, Հայաստանն էլ կապիտուլացվել է։ Հայաստանը կապիտուլացվել է։ Այդ այն ինչ որ Ալիևը ասել է ՄԱԿ-ի ամբիոնից, չէ՞։ Ինչ խաղաղության մասնախոսք։ Չկա այդ խաղաղությունը, այդ կեղծիք է, այդ ընդհանրապես փաթեթ է, գունավոր փաթեթ է, որի մեջ աղբ է ոչ թե շոկոլադ։ Փաշինյանը փորձում է մեզ ներկայացնել ինչ որ գոյություն չունի։ Ալիևը փորձում է ուղղակի ինքը շատ լավ հասկանում է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը իր համար գտածո է, գանձ է ուղղակի։ Եվ ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի Հայաստանում։ Դրա համար ինքը այս նախընտրական շրջանում մի քիչ իր ռետորաբանությունը նվազեցրել է, բայց ակնհայտ է, որ եթե Փաշինյանը ընտրվի, Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա է սկսվել։ Ալիևը նոր ագրեսիա է սկսելու, որպեսզի Հայաստանից նոր կտորներ փոկի։ Դե հիմա մөн ակնհայտ է ոչ մի բան։ Ալիևին հասկանում եք ինչին է պետք խաղաղություն։ Բռնատերերը, դիկտատորները, ինչպիսին Ալիևն է, նրանց պետք է անընդհատ լարվածություն, նրանք լարվածությամբ են իրանց սեփական իշխանությունը պահում։ Տնտեսական աճ չունի, ժողովրդավարություն չունի, կոռուպցիան աշխարհում վատթարագույններից մեկն է։ Եվ այլն, այսօր ես որ գայս է ձեր մոտ հաղորդման հատուկ մի հատ նայում եմ Ադրբեջանի պարամետրները։ Աշխարհի վատթարագույն երկրներից մեկն է, կոռուպցիայի տեսանկյունից, քաղաքական ազատությունների իսկ իրական դրանց բացակայության տեսանկյունից վատթարագույն երկրներից մեկն է։ Ալիևին մշտական պատերազմ ու հայտարարություն է պետք։ Մշտական, որտեղ դա է իր իշխանության սնունդը։ Ինքը հիմա ուղղակի մի քիչ դադար է վերցրել, որպեսզի Փաշինյանը վերընտրվի։ Դե միգուցե խաղաղության օրակարգի ժողովրդին էլ է կարողանում համոզել։ Որ ժողովուրդ։ Ադրբեջանցիներն որ խաղաղություն վերջապես հաստատեն։ Իրենք էլ մեծ զոհեր ունեցել են։ Չէ, իրանք մեծ զոհեր ունեցել են, բայց իրանք մեծ զոհեր ունեցել են, բայց տեսեք, եթե Ալիևը դադարացնի իր այսպես ասած հայացածությունը, հա,
Տեղ ինչ պետք է առաջարկի իր ժողովրդին։ Ժողովրդավարություն չի կարող առաջարկի։ Տնտեսական զարգացում չի կարող առաջարկի։ Խաղաղությունը նրանց պետք չի։ Նրանք չեն պահանջում Ալիևից խաղաղություն։ Հակակոռուպցիոն օրակարգ չի կարող առաջարկի։ Ինչ պետք է առաջարկի։ Առաջարկելու միակ բանը հայատեցությունն է։ Դրա համար օրինակ դատավարությունները շարունակվում։ Եթե Ալիևը իսկապես խաղաղություն ուզենար, նա օրինակ այս դատավարությունները կդադարեցներ արդեն հիմա, ասեր դե լավ, իսկականից եթե խաղաղություն ունենք, եկեք այս ամբողջ ֆարսը դադարեցնենք։ Ոչ, նա դա շարունակում է, ոչ թե որովհետև ինքը 23 մարդ ուզում է պատանդ բայ, որովհետև ինքը Հայաստանի Հանրապետության դեմ փորձում է ցուցմունք կորզել։ Այդ 23 մարդուց իր նպատակը դա, որովհետեւ ինքը արդեն Փաշինյանի վերարտադրվելուց հետո բերի Հայաստանի Հանրապետության դեմ այդ դոսիեն դնի ու նորանոր պահանջներով հանդես գա։ Ակնհայտ է որ դա։ Հիմա դու կարծում ես պայմանագիրը չի կնքվի միջև ընտրություններ։ Հնարավոր ամեն դեպքում արդյունք ցույց տալու համար ընտրվի, որովհետեւ ծրագրեր ունեն Փաշինյանի հետ, պայմանագրեր ունեն, ուզում են որ նա մնա շարունակի։ Ես դրա նախադրանները չեմ տեսնում, միակ դեպքը, որ դա կարող է լինել, հետեւյալն է, որ տեսնեմ որ Փաշինյանը բացարձակ անհույս վիճակում է եւ այդ մի ոսկորն էլ դրա դիմացը գցեն, որ ասեն լավ արի ես էլ քո համար անենք, մենակ դու վերարտադրվի։ Ես դրա նախադրանները չեմ տեսնում այս բանը։ Դա ազդեցություն չունենա, կարծում եք ժողովրդի մոտ։ Մեր ժողովրդի մեծ մասը, ընդհանրապես ասած, չի էլ համարում, որ այդ պայմանագիրը համարժեք է խաղաղության։ Մարդիկ ընդհանրապես ասած համարում են, որ Թուրքիայի հետ խաղաղությունը թղթով չի որոշվում, ուժով է որոշվում։ Դու կարաս Թուրքիայի հետ խաղաղություն ունենաս, պայմանական ընդհանրական Թուրքի, նրան նաև ադրբեջանցը, որը եւս թուրք։ Իրանց հետ կարաս խաղաղություն ունես, թե ուժ ունես։ Ուժ ունես կունենաս խաղաղություն, այլապես ցանկացած թուղթ կարան ստորագրեն, կես տարի հետո թուղթ ճղեն գցել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, պարբերաբար եմ դրա մասին ասում։ Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականի օգոստոսին ստորագրել է Սևրի պայմանագիրը Թուրքիայի լեգիտիմ կառավարության հետ, սուլթանական կառավարության հետ։ Սեպտեմբերին Թուրքիայի ոչ լեգիտիմ քեմալական կառավարությունը Հայաստանի հետ պատերազմ է սկսել։ Թուղթը ստորագրելուց մի ամիս հետո։ Մի ամիս հետո խաղաղության պայմանագիր ենք ստորագրել, մի ամիս հետո Թուրքիան պատերազմ է սկսել։ Թուրքերին պետք չի բանանել, էլի թերագնահատել։ Այդ մարդիկ ցանկացած թղթի տակ կարան դնեն ստորագրություն, հետո գան ասեն դուք եք այդ թղթի մեջի պայմանները խախտել, պատերազմ եք սկսում։ Իդեպ այսօր Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության ֆորումի ժամանակ նշել է, որ հավելյալ նախապայմաններ է Ադրբեջանը ներկայացնում, չգիտենք սահմանադրությանն է դա միայն վերաբերվում, թե այլ նախապայմաններ, եւ ասում է դրա համար վերջնականը չի ստորագրել։ Այլ նախապայմաններից մեկը, որ Ալիևը բացարձակ ասում է, որ մենք լսում ենք, ինքը ասում է, որ դուք ինձ պետք է միջանցք տաք եւ իմ քաղաքացիները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, ոչ մի հայ այնտեղ չպետք է հանդիպի։ Ասում բացահայտ ասում։ Դե բայց ոնց որ այդ հարցերն է պատասխան տրվել, որ հայ չի լինելու այնտեղ հերվից։ Հա, այսինքն չէ, ճիշտ է, այսինքն Ալիևի այդ նախապայմանն էլ է ընդունվել, ասեն հայ չի լինելու այդտեղ։ Այսինքն մենք մեր հայերը հերվից են ասում։ Այսինքն մենք մեր տարածքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ենք։ Տեսախցիկներով ինչ որ։ Դե վերահսկողությունը կորցնելու ենք։ Իսկ պատկերացրեք ադրբեջանական, ասենք, բան մտավ, ենթադրենք զրահամամի մեքենա մտավ, հայ էլ չկա այնտեղ, մտավ այդ ճանապարհի մեջ, ճանապարհից ասենք սկսեց մեղրի վրա կրակել, հետո ինչ են կանել։ Ինչ են կանել։ Ու այնքան բան կարելի է այտենց մոդելավորել ու ասել ինչ կարա տեղի ունենա այդ առավոտը, եթե մենք կորցնենք վերահսկողությունը այդ ճանապարհի վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։